Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների մասին ձեր կարծիքը խնդրեմ։ Նախ նշեմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մենք այսօր ապրում ենք ամենաամոթալի էջերից մեկը, հաշվի առնելով, թե վերջին օրերին, վերջին ամիսներին ինչ է իրականացվում երկրում։ Ու պետք է նշենք, որ սա իշխանությանը շատ հատուկ ձեռագիր է, փորձում է պարակտել եկեղեցին ու անընդհատ հանդես է գալիս թեզիսով, որ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք, այլ եկեղեցականների։ Բայց եկեք մի բան արձանագրենք։ Եկեղեցին ու եկեղեցականները մի մարմին են։ Երբ որ մարմնիդ մի մասին վնասում ես, ինքնաբերաբար վնաս ես հասցնում ամբողջ մարմնին։ Իսկ մի քիչ ավելի շարադրելով այլ կոնտեքստում միտքը, ասենք, որ եկեղեցին էլ ազգի ու պետականության մի մասն է։ Ազգն ու պետականությունը եկեղեցու հետ մի մարմին են։ Այսինքն թիրախավորելով եկեղեցուն առաջին հերթին թիրախավորում ես ազգի ու պետության հետ։ Իշխանությունը շատ հատուկ ձեռագրով առաջ է շարժվում, պարակտում է մտցնում հասարակության մեջ, ու այս պահին, եթե զուգահեռներ տանենք, կտեսնենք, որ իրենց սևերի ու սպիտակների թեզիսը ոչ միայն հասարակության մեջ են տանում, այլ նաև եկեղեցու մեջ, փորձելով պարակտել ու երկփեղկել նաև եկեղեցին։ Այսպիսի օրինակ ունեցել ենք Ուկրաինայում, երբ որ ուղղափառ եկեղեցին փորձեցին պարակտել, տեսանք հասարակությունը ինքնըստինքյան պարակտվեց երկու ճյուղի։ Ու այս պահին իշխանությունը, քանի որ այս քաղաքականությունը առաջ տանում, սա հատուկ միտված քաղաքականություն է, որովհետև եկեղեցին դարեր շարունակ պատմության մեջ էլ, երբ մենք միշտ նշում ենք, ասում ենք միասնության ու համախմբման սիմվոլն է եղել։ Ու թիրախավորելով եկեղեցուն, առաջին հերթին միասնական հասարակությանն է թիրախավորում։ Այն ինչը այս պահին պետք չի իշխանությանը, իրենց պետք է երկփեղկված սևերի ու սպիտակների հասարակություն, ոչ թե միասնականություն։ Ձեր կարծիքը այս շարունակական կալանավորումների մասին։ Ինչպես իրենք են հռչակել ժողովրդավարության բաստիոնում, ամեն երկրորդին ձերբակալել իր ազատ խոսքի իրացման համար հետ ժողովրդավար չի։ Ու այս ձերբակալությունները, որոնք իրար հերթ չեն տալիս, անհանգստություն են իհարկե առաջացնում, ու արձանագրենք, որ եթե այսպես շարունակվի, յուրաքանչյուր երկրորդս ձերբակալվելու ենք ինչ-որ նախադասություն ասելու համար։ Բայց այստեղ ուշագրավ է արձանագրելը, որ ոչ միայն մենք ենք այս ամեն ինչը տեսնում, այլ նաև միջազգային կառույցները, ու մի քիչ ուշացած, բայց այսօր ունենք իրավաչափ կարծիքի արտահայտում միջազգային կառույցներից, օրինակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը օրեր առաջ, Եվրանեստի, Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր մակարդակում իրենց կարծիքն ու դիրքորոշումը արտահայտեցին, ասելով, որ եկեղեցու դեմ հալածանքների ժամանակ, եկեղեցուն խաղաղ ցույցերի ժամանակ պաշտպանված անձանց այդ ձերբակալությունները, կալանավորումները ոչ իրավաչափ են ու ապօրինի են։ Այս շատ կարևոր է արձանագրել, որ ոչ միայն մենք ենք այս ամեն ինչը տեսնում, այլ նաև միջազգային կառույցները։ Ու եթե օրինակ միջազգային կառույցները կանաչ լույս էին տվել իշխանությանը գործելու, իրանք էլ այս պահին ցույց են տալիս, որ այդ ամեն ինչը չի կարող անսահմանափակ ու անժամանակ լինել։ Ամեն ինչ ինչ-որ մի կետում վերջանալու է։ Ինչ կասեք Ռուբեն Մխիթարյանի կալանավորման մասին։ Շնորհակալ եմ, որ հարցրեցիք, որովհետև անպայման ուզում էի անդրադառնալ մեր գաղափարակից ընկեր շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությանը։ Ուրեմն Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում իր մասնագիտական պարտականությունները իրացնելու էր գնացել։ Ռուբենը մասնագիտությամբ փաստաբան է, որպես իսկական գյումրեցի առաջինը շարժվել է դեպի Գյումրի, որպեսզի տեսնի ինչ է կատարվում Գյումրիում։ Բոլոր կադրերը, լրատվամիջոցներ, տեսախցիկներ, ամեն ինչ ֆիքսել են, որ Ռուբենը պարզապես կանգնած է ոստիկանության ու ժողովրդի մեջ, փորձելով պարզապես հանդարտեցնել իրավիճակը, ու դուք կտեսնեք, թե նույնիսկ նկարներ ունենք, տեսանյութեր ունենք ֆիքսված, որ Ռուբենը պարզապես ձեռքերը բարձր կանգնած է ու փորձում է հանդարտեցնել իրավիճակը, բայց ինչպես յուրաքանչյուր ոգի, յուրաքանչյուր քաղբանտարկյալի այս պահին Հայաստանում Ռուբենին տարել են, 2 ամսով կալանավորել են, ու էլի նույն վարքագիծը, նույն ձեռագիրը իշխանական, փորձելով ինչ-որ բաներ կանխել, փորձելով մեզ մեր ձայնից զրկել։ Ձեր մեկնաբանությունը հոսանքի սակագնի իջեցման մասին։
Սա օրվա top թեման է, շատ քննարկվող, արդեն 2 օր է մեր հայտարարությունից հետո, ամենաքննարկվող հարցերից մեկն է։ Մի փոքր անդրադարձ կատարեմ ու արդեն հասկանանք, թե առհասարակ ինչի մասին է խոսքը։ 5 ամիս առաջ Տաշիր ընկերությունների խումբը դիմում է Հանրային ծառայության կարգավորող խորհրդին, որպեսզի իջեցնի սակագինը։ Սա իհարկե հիանալի նախաձեռնություն է, փորձելով թեթևացնել հասարակ քաղաքացու սոցիալական հոգսերը։ Մերժում ենք ստանում ու եւս մեկ անգամ, երբ որ փորձում ենք դիմել, ասում են, որ կվերանայենք տարեվերջին։ Նախ նշեմ, որ տարեվերջը արդեն մոտենում է, մենք էլ մեր ձեռքերը ծալած չենք նստել, այսօր եւս մեկ անգամ դիմում ենք ուղարկել, պահանջելով սակագնի իջեցում։ Սա ինչի է շատ կարեւոր, որովհետեւ մոտենում է ձմեռ, ջեռուցման սեզոն, մարդկանց համար շատ կարևոր է այդ կոմունալ հոգսը մի քիչ թեթևացնել։ Իսկ Տաշիր ընկերությունների խումբը տեսել է այդ հնարավորությունը, որ կարող ենք քաղաքացու համար հոսանքի լույսի փողը իջեցնել։ Պետությունը մերժել է, կառավարությունը մերժել է, ինձ թվում է շատ լավ հասկանում ենք ինչու, այն կոնտեքստում, որ պետությունը փորձում է, այս պահին իշխանությունը փորձում է ոչ միայն յուրացնել այն բոլոր պետական մարմինները, այլ նաև հանրային այն կառույցները, որոնք որ այս կամ այն կերպ ազդում են հասարակ բնակչի կենցաղային կյանքը բարելավելու վրա, ու այս կոնտեքստում իր քաղաքական թեզն է առաջ տանում ու շատ հնարավոր է, օրինակ մեր կանխատեսումների մեջ մտնում է նաև այն, որ ընտրություններից առաջ սա իրենք մի խայծ կսարքեն, իրենք կիջացնեն, կեժանացնեն հոսանքի գինը ու այսպես ասած ճակերտավոր լավամարտն իրենք դուրս կգան, բայց մենք հեշտ հանձնվողներից չենք, մենք մեր ձեռքերը ծալած չենք նստում, ինչպես նշեցի, այսօր արդեն դիմումը եւս մեկ անգամ ուղարկել ենք Հանրային ծառայության խորհրդին, պահանջում ենք սակագնի իջեցում, շարժումը երեկվանից ֆլեշմոբ է մեկնարկել, իջեցու սակագինը վերտառությամբ, բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված են, բոլոր այն անձիկ, ովքեր գտնում են, որ սա շատ ճիշտ քայլ է, կարող են միանալ ու միասին հասնենք այս մեր հոգսի փոքրիկ թեթևացմանը, ձմռանն ընդառաջ։